Տերը օրհնի մեզ, շնորհակալ ենք Աստծուց, փառք ենք տալիս այսօրվա համար, իր ներկայության համար։ Խոսքը, որ այսօր պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես են վերնագրել, խոստովանել, չուրանալ։ Կարելի ասել վերնագիրը ես Աստծո խոսքից մի հատվածից եմ վերցրել, Հովանու ավետարան, առաջի գլուխ 19-ից 27 հատվածը պիտի կարդամ։ Մենք գիտենք, որ մինչ հատվածի կարդալը հիշեցնեմ, Հովանես Մկրտիչը Աստծո մեծ ծառա էր։ Ինչպես Տերը վկայեց իր համար, նա բոլոր մարգարեներից ամենամեծն էր։ Եվ նա հատուկ առաքելությամբ, ասենց ասած, ծնվեց, նրա համար որոշված էր և մարգարեական հայտնություն էր եղել, որ այսպիսին մեկը պիտի ծնվի Քրիստոսի Մեսիայի գալուստից առաջ և նրա համար, Քրիստոսի համար հատուկ առաքելություն, հատուկ ասենց ասած աշխատանք պիտի կատարի։ Նա պիտի ժողովրդին մարդկությանը պատրաստի, ժողովրդին պատրաստի փրկչի համար, որ երբ որ փրկիչը գա, նրանք կարիքով սպասողներ լինեն և երբ որ փրկիչը հայտնվի, նրանք փրկչին ընդունեն։ Բարեկարգ ժողովուրդ պիտի պատրաստի, ինչպես Եսային է ասում, Քրիստոսի համար, Մեսիայի համար։ Եվ նա, գիտեք, և մի փոքր շուտ ծնվեց Հիսուսից 6 ամիս առաջ, չէ, 6 ամսվա տարբերությամբ, մեր Տեր Հիսուս Քրիստոսից, փրկչից, և նաև մի փոքր շուտ սկսեց գործել, դեռ դա բնական էր, որ պիտի շուտ գործեր, որովհետև նա մինչև որ Քրիստոսը գար, պիտի արդեն աշխատանք կատարած լիներ, ինչպես ասեցի, այդ բարեկարգ ժողովրդին պիտի պատրաստած լիներ։ Եվ տեսնում ենք, այսպիսի մի բան եղավ, երբ որ նա իր աշխատանքը կատարում էր, և իր աշխատանքի մեջ սա կար, որ մկրտում էր ջրով մարդկանց։ Եվ այդ ջրով մկրտությունը անում էր այն մարդկանց հետ, ովքեր գալիս էին իր մոտ, խոստովանում էին իրենց մեղքերը և հաստատում են իրենց դարձը առ Աստված, որ նրանք թողնում են այդ մեղավոր չար աշխարհը, կյանքը, դատապարտում են իրենց մեղքերը և դառնում են դեպի Աստված, Աստծո արդարության, Աստծո կամքին։ Բայց բնականաբար այդ մկրտության մեջ մեղքերի թողության հարցը բաց էր մնում այն առումով, որ փրկիչը պիտի գար։ Դրա համար, երբ որ Քրիստոսը եկավ, առաջի խոսքը, որ նա ասեց, ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Այսինքն նա սրանով ուզեց ասել, ահա նա, որի պակասությունը դուք ունեիք, քայլել եք դեպի Աստված, քայլել եք արել, դարձել եք դեպի Աստված, այսպես ձեր փրկության համար, ահա նա է պետք, մեղքերի թողություն տվողը։ Եվ երբ որ ինքը այդ գործը իրականացնում էր, ներկայացնում է Սուրբ Գիրքը, որ Երուսաղեմից մարդիկ եկան, Երուսաղեմից, այսինքն նկատի ունի քահանաներից, քահանայապետերից հատուկ կարգված, ուղարկված, որպեսզի նրան հարցնեն, դու ով ես, ինչ իրավունքով, ինչ իշխանությունով ես սա իրականացնում, կատարում։ Իրենց որպես քահանաներ, քահանայապետեր, որպես կարելի ասել հոգևոր գլխավոր, հոգևորականության մեջ գլխավորներ, իշխանություն ունեցողներ, նրանք իրենց այս իրավունքն են վերապահում, որ ով պիտի որևէ մի ծառայություն գործ կատարի առանց մեր թույլատրությամբ, կոպիտ ասած առանց մեր հաստատելու դաբրոյի, մենք պիտի թույլ տանք, ու բարձրացել է մեկը, որ գործում է առանց մեզ։ Եվ ինչպես է ներկայացնում Գիրքը, Հովանու 1:19-ից 27-ը կարդամ, և այս է Հովանեսի վկայությունը, երբ որ հրեաները Երուսաղեմից քահանաներ և ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որ հարցնեն նրան, թե դու ով ես, և նա խոստովանեց և չուրացավ։ Այս երկու բառն եմ ես վերցրել, որպես իմ վերնագիր քարոզը, խոստովանեց և չուրացավ։ Եվ խոստովանեց, թե ես չեմ Քրիստոսը։ Եվ նրան հարցրեցին, ապա ով Եղիան ես։ Եվ նա ասեց, չեմ։ Մարգարեն ես դու։ Եվ նա պատասխանեց, ոչ։ Արտասացին նրան, ապա ով ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին, ինչ ես ասում քեզ համար։ Ասեց, ես եմ անապատում կանչողի ձայնը, թե ուղղեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայիան մարգարեն ասեց։
եւ ուղարկվածները փարիսեցիներիցն էին, եւ նրան հարցրեցին, ասեցին. «Ապա ինչու ես մկրտում, եթե դու ոչ Քրիստոսն ես, ոչ Եղիան, ոչ Մարգարեն»։ Հովհաննեսը պատասխանեց նրանց եւ ասեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր միջում կա մեկը, որին դուք չգիտեք։ Նա է ինձանից հետո եկողը, որ ինձանից առաջ եղավ, որ ես արժան չեմ նրա կոշիկների կապերը արձակելու»։ Այսքանը։ Ուրեմն հետաքրքիր է, ասենք, այս մարդիկ եկան, հարցրեցին, դու ով ես, ինչ իշխանությունով ես սա իրականացնում, եւ Աստծո խոսքը, ոնց որ Աստված այդ Հովհաննեսի պահվածքը, պատասխանը ներկայացեց այսպես. նա խոստովանեց եւ ինչ չուրացավ։ Այսինքն երևում է մի իրավիճակ է, որ կարա նաեւ ինչ աներ, ուրանար։ Այսինքն սա որ մի հատ սա կարևոր, դրական, գովելի մի գործ, քայլ, որ Հովհաննեսը արեց ու ներկայացնում այսպես խոստովանեց եւ չուրացավ։ Լավ խիպիտի ուրանար էլի։ Այսինքն հասկանում ես, որ այո, այստեղ կարելի ասել, դες մի հատ ձևով էին մոտեցում ցուցաբերում, որ հնարավոր է այդ ճնշման տակ ինքը նաեւ ուրանար, չասեր, թաքցներ, վախենար։ Սրանք ներկայանում են, նորից եմ ասում, մարդիկ, որ հեղինակավոր մարդիկ են, իշխանություն ունեցող մարդկանց կողմից ուղարկված, կարելի ասել հոգևոր բարձրագույն իշխանությունը նրանց է տրված ու դու հոգևոր գործ ես անում, այդ ով ես է, որ եկել ես ու գործում ես։ Այդ դիրքից են խոսում գործում։ Ու իրականության մեջ որ տեսնում ենք, նրանք այդպես էլ չընդունեցին Հովհաննեսի գործը։ Հովհաննեսը որպես Աստծուց ուղարկված ծառա, գործող ծառա։ Հիշում եք, երբ որ Հիսուսը գործում էր եւ իշխանությունով էր գործում, նույնը Տեր Հիսուս Քրիստոսի հետ էին վերաբերվում, խոսում։ Հիշում եք, որ լավ սես բան ես անում, քեզ ասենք օրինակ տաճարից, չէ, հանեց այդ բաներին, առնուծախ անողներին, սրբես մաքրեց տաճարը, ասեց իմ հորտունը պիտի աղոթքի տուն լինի, դուք ավազակների ворջ եք արել, հետո եկան հարցրեցին, դու ես բաները որ անում ես, քեզ ով է ասենց իրավունք իշխանություն տվել։ Ասեց, ես էլ ձեզ հարց կտամ։ Եթե դուք պատասխանեք, ես էլ ձեզ կպատասխանեմ, չեք պատասխանի, ես էլ ձեզ չեմ պատասխանի։ Եվ հիշում եք հարցը որն էր։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, այսինքն Աստծուց էր, թե մարդկային էր։ Իրանք իրար մեջ խորեցին, ասին, եթե ասենք մարդկային էր, ինչու պետք է տենց մտածեն, որտեղ հենց տենց միտքել իրանք ունեին, որտեղ մարդկային է, Աստծուց չի։ Մեզ ժողովուրդը կքարկոցի, որտեղ համարում են Հովհաննեսին մարգարե։ Եթե ասենք երկնքից էր, չէ՞, կասեն բախի չհավատացիք, բախի չհավ, այսինքն իրանք հայտնի են որպես Հովհաննեսին չընդունող մարդիկ։ Եվ ասին չգիտենք ուղղակի, եւ Տերներ հիշում եք պատասխանը ինչ տվեց, ասես ես էլ ձեզ չեմ ասի, իմ իշխանությունը որտեղից է։ Բայց ամբողջ հարցը էս այդ դրվագը խի ես հիշեցրեցի, որ սրանք, գիտեք ոնց է, իրանք բարձր դիրքից էին ներկայացած ու խոսում։ Ու ոնց որ ոչ թե եկել էին ուղղակի պարզաբանելու, ոչ թե եկել էին հասկանալու այս գործը, որ արվում է, որտեղից է, Աստծուց է, կամ եթե Աստծուց է, ով է ինքը որպես վկայված սուր գրքում կա իր մասին վկայություն։ Չէ, իրանք այդպես չէին եկել։ Իրանք ուրիշ դիրքից է խոսում։ Համենայն դեպս ինչ եմ ուզում, ինչ եմ սա ասում, որտեղ Սուրբ Գիրքը այսպես ասես, Հովհաննեսի արածին այսպես բնութագրեց, նա խոստովանեց եւ չուրացավ։ Այսինքն մի ճնշման տակ էր, ու այդ ճնշման տակ, այդ ոնց որ ասած իրավիճակի մեջ, որ կարող էր նաև այդ ճնշումը ազդել եւ մարդը ուրանար իր կոչումը, իրանար իր գործը, ուրանար նրան ում համար աշխատում է, ինքը տես չարեց ասում է, խոստովանեց։ Գիտեք, խոստովանել բառը սովորաբար օգտագործվում է մեղքերի համար, ասենք մեր առօրյայում, բայց ավելին որ որևէ այսպիսի բանը պիտի ներկայացի դավանություն, չէ բառով է, բայց տարբերություն չկա, դա էլ խոստովանություն է։ Դավանը նշանակում է խոստովանել, խոստովանել ճշմարտություն է, իրականություն է, ինչ որ կա։ Վերանով ասել, հավատքով ընդունածը։ Եվ ասում է խոստովանեց եւ չուրացավ։ Այո, ընդհանրապես այսպես է ժողովուրդ ջան, բանը, ասենց ասած միշտ չարի գործերից մեկը Աստծո մարդկանց, Աստծո ժողովրդի հետ սա է, որպեսզի նա ինչ որ ճանապարհով
ուրանալ տա մարդուն իր կոչումը, իր դիրքը Աստծով ձեռք բերած, իր համար, ուրանալ տա Աստծո համար, ուշադրություն տալիս։ Հովհաննեսը համ իր անձի մասին վկայություն տվեց, չուրացավ, համ էլ Քրիստոսի մասին վկայություն տվեց եւ չուրացավ։ Ոչ միայն իր համար խոսեց այդտեղ, այլ նաեւ ասես կա մեկը ձեր մեջ, որ չէ, շատ բարձր է, մեծ է, որ ես իր ոտերի կոշիկների կապերն էլ արձակելու ոնց որ արժան չեմ։ Խոսեց նրա մասին եւ հետագայում էլ նա խոսում էր Քրիստոսի մասին, վկայություն էր տալիս։ Եվ նա չուրացավ իր անձը, իրով լինելը, իր կոչումը, իր պաշտոնը, իր գործը Աստծուց ունեցած եւ նաեւ չուրացավ Քրիստոսին, Աստծուն, նրա համար որի համար ինքը եկել էր, այսպես է։ Հետաքրքիր է 2 Թեսաղոնիկեցիս 2 գլուխ 3-4 համարները որ կարդում եք, ես բանավոր կհիշեցնեմ, այստեղ ներկայացնում է, որ գոռոզացած է այդ բանը, ապստամբության որդու մասն է, չէ՞ խոսում, որ Հիսուս Քրիստոսից առաջ պիտի գա։ Գոռոզացած է այն ամենի վրա, որ Աստված է կոչվում եւ Աստծո պաշտոնյա։ Այսինքն գոռոզացած նշանակում է չընդունող, առհամարող, անարգող, վերևից նայող, մի բան չհամարող, այդպես։ Եվ միշտ այդպես է, չարը ոնց որ այդ դիրքը ունի եւ ուզում է, որպեսզի իր միջոցները գործադրի, որ մարդը իրոք չխոստովանի։ Մենք եթե խոստովանել, այսինքն լավ, դավանել մեր Աստծով ով լինելը, նոր ինքնությունը, նոր մարդ լինելը, Աստծո որդի լինելը, Աստծո ծառա լինելը եւ այլը շատ բաներ որ Աստծուց ունենք, չէ՞, մենք դա իրականացնում ենք շատ տարբեր կերպերով։ Նախ մենք մեր սրտումը մտքում ենք դրա մեջ ընդունած, համոզված, հավատք ունենք դրա հետ կապված։ Երկրորդը մենք գործնականորեն դա արտահայտում ենք մեր կյանքում։ Մենք գործում ենք այդ դիրքից, այդ իշխանությունից, այդ շնորհքից, որ մենք ունենք, այդ կոչումի դիրքից, որ մենք ձեռք ենք բերել, Աստված մեզ տվել է։ Եվ գործով եւ խոսքով, այո, ներկայացնում ենք, ով ենք մենք իրականության մեջ։ Չարը ամեն ինչ անում է, որպեսզի դու գործով ու խոսքով դադարես դա ներկայացնելուց։ Քո մտքի մեջ էլ գուցե կասկածես։ Եվ տեսնում ենք նրա գործը Քրիստոսի հետ, Աստծո ծառաների հետ, նույն ձևով։ Եվ հիմնականում սա է։ Հետ քաշվեք ձեր ոնց որ գործից, ձեր անունից, ձեր կոչումից, ձերով լինելուց Աստծով։ Դադարեք, մի խոսեք, մի արեք, մի դավանեք։ Տեղեր կա բանը, ես հիշում եմ եղբայրներից ասում էր, որ ասենք մարդիկ կան, որ ասում են ով ինչ որ հարցով parзաբանում է կատարում, որ ասում ես Աստծո որդի, մի խոսա, մի ասա, դες բան մի արա, ոնց որ կայծակը խփի այդ մարդկանց։ Հասկանում ես, որ չարի գործ է, էլի որ առաջնորդեմ։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ 2 Տիմոթեոս 2:13-ը Տեր Հիսուս Քրիստոսի համար վկայությունը, ասում է. Եվ եթե չհավատանք, նա հավատարիմ կմնա եւ իր անձը չի կարող ուրանալ։ Վերևում խոսում էր եթե համբերենք, նրա հետ կթակավորենք եւ եթե ուրանանք, նա էլ կուրանա մեզ։ Եվ եթե չհավատանք, նա հավատարիմ կմնա եւ իր անձը չի կարող ուրանալ։ Այո, Տիրոջ համար խոսում է, այո, ինքն էլ հենց որպես ներկայացված է մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ փառավոր բնութագրով, այդ մեծ հավատարմությունով այն առաքելությանը, այն կոչումին, այն անունին, որ ինքը իր համար ունի կրում է։ Այսինքն մարդը պիտի հավատարիմ լինի նաև այն անունին, որ ստացել է Աստծուց։ Քրիստոսը Աստծուց, այո, այս անունն է ստացել, Փրկիչ, Տեր, Թագավոր։ Իսկ եթե ոչ մեկ էլ չհավատա անգամ, շատերը որ տեսանք իրոք ուրացան, մերժեցին Տիրոջ, այդպիսին լինել, չընդունեցին, հակառակվեցին իր աշխարհում գործունեության ժամանակ, ասում մեկը ինքը չի ուրանա, իր անձը չի կարող ուրանալ, ով էլ բան չանի։ Այո, եւ տեսնում ենք շատ ժամանակ հենց սրա վրա աշխատում էր չարը, փորձություն եղավ անապատում։ Եւ հիմնաբանը լծակ ընկավ ձեռքը չարի, որպեսի կասկած գցի, ուշադրություն դարձրու կամ ասենց ասած իր ուզածով առաջնորդի Քրիստոսի մեր Տիրոջը, եթե Աստծո որդի ես։ Այդպես էր։ Խաչի վրա էր Քրիստոսը։ Եթե Աստծո որդի ես, չէ՞։
Դեսենս, դենենց, այսինքն ուզում է ինչ է ուզում այդ ճնշումով, որ կարծես թե այդ առիթը օգտագործի այդ դժվար իրավիճակը, խաչված վիճակը եւ այլը, այդ ծանր վիճակը եւ դե որ Աստծո որդի ես, կարծես թե ուրեմն Աստծո որդի չես դու։ Ճնշում եւ ընդհանրապես այդ նեղությունները, դժվարությունները, հալածանքները, մեծ փորձությունները, որ շատ ժամանակ իրականացնում է չարը, որ իր գործն է, որպես այդ չարությունները ան, իր նպատակներից մեկը սա է, որպեսզի դա օգտագործի, որ մարդը այդ ճնշումների մեջ ուրանա իր անձը, նկատի ունեմ նոր անձը, լավ ասեմ, նոր ինքնությունը, ուրանա իր կոչումը, չխոստովանի, չդավանի, դադարի, կասկածի, երկմտի, ինչպես Քրիստոսի համար, եթե Աստծո որդի ես, գիտեք ինչ ասա նշանակում, որ ասում է, իջիր խաչի, տանք թող Աստվածն է, ուզում են ասել, դու Աստծո որդի չես, բայց այսի ոչ միայն իրանց խոսքն է, այլ իրանց ճնշումն է, որ դիմացինը ում համար ասում են, նա էլ գուցե սկսի կասկածել, նա էլ սկսի տես մտածել եւ դադարի։ Ու այսի փորձված բան է շատ տեղերում, բայց ցավալի է, որ այս ժամանակների մեջ էլ շատերը դաշ չեն առել, որ ոնց որ չարի բերան, այդպես են բանանում։ Մեկ էլ կներան տեսնեն նույնակ Աստծո ծառային, Աստծո որդուն, Աստծո ծառային, մեծ դժվարությունների մեջ, մեծ փորձությունների մեջ, ընտանիքի հետ կապված խնդիրներ են առաջանում եւ այլ, հազար ձևի հարցեր, որ չար է այդ աշխատանքն է կատարել, որ դա ստեղծի։ Եվ մարդիկ ինչ են անում, անգամ քրիստոնյա հավատացյալ մարդիկ, կարծես թե հենց չարի խոսքը ոնց որ իրաց մտքով անցկացնեն։ Եթե Աստծո որդի է, բախի ասես, կամ եթե Աստծո ծառա է, եթե Աստծո առաքյալ է, բախի է իր ընտանիքում սենց, այ քեզ բան։ Այսինքն ուշադրություն դարձեք, ընդհանրապես այստեղ ասում է վերնագիրը այսպես է, խոստովանել եւ չուրանալ, չէ՞։ Տեսեք, 3 բան մարդը պիտի խոստովանի, չուրանա, իր անձի հետ կապված, ով է ինքը Աստծով, պիտի խոստովանի, չուրանա։ Պետք է դիրքի մեջ, կոչումի մեջ, գործի մեջ, մտքի մեջ, գաղափարի մեջ ինքը մնա մինչև վերջ, անկախ ամենից ինչ է ցույց տալիս իրավիճակը։ Երկրորդը Աստծո ծառային խոստովանելու չուրանալ, դա էլ է կարևոր։ Ինչպես որ Աստված քեզ է կոչում տվել քո համար, անուն տվել, շնորհ տվել, դիրք տվել, այնպես էլ Աստծո ծառային է տվել, տարբերություն չկա։ Տերը չի ասելու դու քեզ պահի քո կոչումի անպատասխան մնացիր մինչև վերջ, դավանեցիր, գործեցիր, բայց որ Աստծո ծառային կասկածում ես, դրա ոչինչ։ Չէ, այդպես բան չկա, ի՞նչ տարբերություն։ Քեզ էլ է կոչում տվել, իրան էլ է կոչում տվել, այդ ո՞նց է քո կոչումի վրա վստահես, իրանի որ ուրացար պիտի բան անես, օրհնվես Աստծուց, չէ, չես օրհնվելու։ Տեղերքը անգամ հստակ ասում է, մարգարեին ընդունողը ինչ, մարգարեին վարձ կառնի։ Չընդունողը գիտեք ով է, որ չի խոստովանում, որ նա մարգարե է, կամ ուրիշ խոսքով նա ուրանում է Աստծո պարգև այդ մարդու վրա, ուրանում է, որովհետև միամիտ էլ չի, այսինքն չգիտի, չի տեսել, չի հասկացել, չի ցույց տվել Աստված, դե ինքն էլ ասում է ինչ իմանամ, լսպասի համոզվեմ, որ նոր ընդունեմ այս մարդը ով է, որպես Աստծո մարդ, չէ, Աստված լավ էլ ցույց է տվել։ Դրա համար եմ ասում, փորձություն, դժվարությունները հենց սրա համար նաև մարդու վրա ազդի, որ մարդը ուրանա իր կոչումը, մարդու վրա ազդի, որ մարդը ուրանա Աստծո ծառայի կոչումը, մարդու վրա ազդի, որ մարդը ուրանա Աստծո հետ կապված իր հաղորդակցությունը, ով է Աստված իր համար, Քրիստոսին ուրանա։ Տեղ կա հենց այդպես է, էլի չարը մոտենում, թողել է քեզ Աստված, էլ քեզ քո Տերը չի, էլ քեզ հետ չի, էլ դու իրան պետք չես։ Եթե մարդը սրանք ընդունի իր դժվարության մեջ, ինքը ուրանում է Քրիստոսին, որպես իր Տեր, իր Փրկիչ, իր հետ լինող ամեն վարքյան, ուրանում է Քրիստոսին, հասկանում եք։ Ինքը խոստովանի, որ Հիսուսը ով է իր համար, եւ չուրանա։ Հենց իր դժվարության մեջ գովելին էտա, այստեղ Հովհաննեսին, որ գովում են, դա մի հատ ստանդարտ սովորական իրավիճակ չէր, որ ինքը խոստովանեց եւ չուրացավ։ Ճնշում կար մեծ, հարձակում կար մեծ։ Այդ իշխանություն ունեցող Երուսաղեմից եւ քահանաներից բարձրագույն կարելի ասել հոգեվոր ղեկավարությունից, բայց ինքը կապ չուներ, ով ինչ է ասում, գիտի Աստված ով ինչ է իրեն, ինչ կոչում է տվել, ինքը ով է երկրի վրա, ինչ գործ ունի անելու, դավանեց եւ ում համար դավանեց, խոստովանեց եւ չուրացավ։ Աստված օրհնի, որ մենք էլ խոստովանենք, չուրանանք մեր համար, Աստծո ծառայի համար, ծառաների համար եւ Քրիստոսի համար, Աստծո համար։
Եվ դա մեծ շատ մեծ կարևորություն ունի։ Տեղ կա ուշադրություն դարձեք, անպայման այդ դավանությունը, խոստովանությունը երկնքից բերում է արձագանք, որովհետև դա հավատքի դավանություն է։ Դա սովորական մի խոսք չի, որ ասում է։ Երբ որ դու հավատում ես ու խոսում ես, այն ինչ որ ճշմարտությունն է, իրականությունն է, Աստված էլ հաստատում է գործնականորեն, կյանքով, իր ներգործությունով հաստատում է, այո, որ դու օրինակ համար ես դավանում եմ, որ Աստծո որդի եմ, ինչ որ մի միջավայրում, թեկուզ ինչ չեն ընդունում։ Ես իմ գործով, խոսքով, հնազանդությունով Աստծուն իր կամքը կատարելով, բերանի դավանությունով, վկայությունով ցույց եմ տալու, որ ես Տիրոջ ծառա եմ, Աստծո որդի եմ եւ այլն։ Աստված ցույց է տալու այդ միջավայրում, որ դու Աստծո որդի ես։ Իր փառքն է ցույց տալու։ Դավանում եմ Աստծո ծառա եմ, ցույց է տալու, որ Աստծո ծառա, տեսնելու են, երևալու է, վկայություն է լինելու։ Դավանում եմ, որ Հիսուսը իմ Տերն է, Հիսուսը ցույց է տալու, որ ինքը իմ Տերն է, այսինքն դավանությունը դա երկու կողմ ունի, մի կողմը դու հավատարմություն ես անում, հասկանում ես ով ես, ով է Աստծո ծառան, ով է Քրիստոսը, հավատարիմ ես այդ քո տեսածի, լսածի, ընդունածի մեջ։ Դա գովելի է։ Երկրորդ կողմը կա, Աստված դրա համար քեզ ինչ անելու քո հավատացածի համապատասխան քեզ ինչ անելու օրհնելու է։ Օրհնելու է հենց այն քո դավանության համապատասխան։ Դու օրհնվելու ես Աստծո ծառայի ձեռքով, օրհնելու ես Քրիստոսի ձեռքով, դու օրհնվելու ես քո, ասենք ասած, կոչումի համապատասխան, որ մնացիր հավատարիմ, չուրացար։ Հռոմեացիս 8-րդ գլխում հիշում եք, չէ՞, հատվածում, ես չեմ կարդա, ուղղակի հիշեցնեմ 35-ից 39 հատվածը։ Ներկայացնում է, որ ինչը կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Եվ ներկայացնում է այս բաները, անգամ ասում է ամեն օր մորթվելու տարվող ոչխարների նման ենք լինում։ Այսինքն այս աշճան ծանր բաներով, իրավիճակներով ենք անցնում։ Ինչքան էլ ծանր լինի իրավիճակը, մենք պետք է դավանենք։ Քրիստոսը ինձ ինչ անում, սիրում է։ Քրիստոսը իմ հետ է։ Եթե չդավանեցի, դու ուրանում ես։ Չխոստովանեցի, դու ուրանում ես։ Իրականության մեջ Քրիստոսը քո Տերն է, դու ուրանում ես, որ Քրիստոսը քո Տերն է։ Դրա համար ասել խոստովանեց եւ չուրացավ։ Եվ ինչ ասում, բայց ամեն բաներում հաղթում ենք, հաղթող ենք դուրս գալու նրանով, թեկուզ այդքան ցածրանում ենք, մորթվելու տարվող ոչխարի նման ենք լինում։ Բայց ամեն բանում հաղթում ենք նրանով, որ մեզ ինչ արեց, սիրեց։ Այսինքն վերջը, այո, այն անձը, որ մեզ սիրում է, մենք էլ չենք թողնում այդ միտքը, որ ինչքան էլ խորն է մեր ընկած վիճակը, այսինքն հոգևորապես չէ, այսինքն այդ դժվարությունների մեջ, ինչքան էլ խորը լինի, մեկը Հիսուսը ինձ սիրում է, Հիսուսը քեզ բարձրացնելու այդ վիճակից, այդ խորը փոսից, ապացուցել է, որ քեզ սիրում է։ Ասում ամեն օր ինչ ենք անում, հաղթում ենք նրանով, որ մեզ սիրեց։ Տերը օրհնի, որ մեր հավատքի դավանությունը հաստատ ու զորավոր լինի։ Մինչև վերջ ամուր բռնենք, ինչպես Պողոս առաքյալն է ասում։ Դրա համար է ստեղծում նեղություն, չար վիճակներ, դժվարություններ մեր համար, Աստծո ծառաների համար, հատկապես Աստծո ծառաների համար ուշադիր եղեք։ Որտեվ ամեն ինչ անում են, էլ անպատվում, անարգում, չարախոսում, իրանց անձի հետ կապված, ընտանիքի հետ կապված, հազար հարցեր են, ստեր են խոսում եւ այլն, նպատակը էսա, որպեսզի դու թողես քո ճշմարիտ դավանությունը, ուրանաս Տիրոջը, Տիրոջ, այսինքն վկայությունը իր ծառայի համար։ Այդպես է։ Մանավանդ տեսնում ենք մեր Միլազախպուր համար մեծ ճնշում կա։ Տարբեր միջավայրերից, հենց մենակ ես մի փոքր մի քանի օրվա ընթացքում տենում ես տարբեր տեղերից նույն խոսքն են ասում, մի խոսի, մի քարոզի։ Եվ այլն։ Ոմանք էլ ասում են, այս պատճառով, այն պատճառով դու իրավունք չունես։ Իհարկե, ասենց բաներ կա, որ ուշադիր լինենք, օրինակ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ փորձություններ, այնց ոնց ասած սովորական իրավիճակում եւ այն մեծ փորձությունների մեջ, թեկուզ անապատում փորձվելը, թեկուզ խաչի վրա արդեն, չէ՞ այդ բանը, իր այդ բանը, ասենք, գործնեությունը տարբերվեց իր այն սովորական մնացած գործնեությունից։ Եթե այն ժամանակ հավաքում էր, այցելություններ անում, չէ՞, մարդիկ են գալիս, քարոզում էր, խոսում էր, բայց օրինակ անապատում ոչ մեկի չէր քարոզում, խոսում։ Խաչի վրա ինքը տենց հավաքույթ ու սենց ասած բան չէր անում։ Այնպես որ այդ փորձությունների մեջ այտենց ոնց որ ասած այդ պայքարը կրելը, մղելը, այդ դեռ չի նշանակում թողելը։ Դες բան չկա։ Եթե օրինակ ինչ որտեղ կտեսնենք
Աստծո ծառան դժվարություններով անցնում, գուցե այդ ժամանակահատվածում որոշ բաներ դադարեցրել է, բայց դա չի նշանակում ինքը ուրացել է իր կոչումը, չէ։ Ինքը պայքարի մեջ է։ Ինչե՞ որ այդ հաղթության կհասցնի Աստված եւ ինքը իր գործը կանի էլի։ Դա ուրացում չի։ Թող Աստված օրհնի մեզ, զորացնի։ Եվ տեսնում եք նմանապես շատ Աստծո ծառաներ, օրինակ Գործք առաքելոց 4:16-21-ում հատուկ առաքյալներին կանչեցին, սաստեցին, նորից այդ ընկած հավատացյալ կոչվածները, քահանա-քահանապետները Հիսուսի անունով ոչ մեկի չքարոզեք։ Այսինքն դրանով իրանք ուրացնել են տալը իրանք իրենց, որ դուք ուրացեք, որ դու Հիսուսի առաքյալներ եք, կարգված նրա մասին խոսելու։ Եթե հոժարվեին, ուրեմն իրանք ուրանում են իրանց։ Եվ ուրանում էին ումը նրան ում համար պիտի քարոզեին։ Բայց այդտեղ նկարագրում ասում է իրանք պատասխանը էս տվեցին։ Դուք նայեք, ձեզ հաճո լինենք, թե Աստծուն, ձեր ուզած անենք, թե Աստծո կամք, այսինքն Աստծո կամքը քարոզելն է, խոսելն է քարոզենք։ Եվ եկան միաբան աղոթք արեցին ժողովրդով, միասին էս խնդրեցին. Տեր, տուր համարձակություն, չվախենանք, համարձակ խոսենք քո որդու Հիսուս Քրիստոսի մասին, քարոզենք, եւ դու էլ զորություններով, նշաններով, տարբեր ձևերով հաստատես դա։ Եվ ասում է տեղը շարժվեց, չէ՞։ Եվ բոլորը տեղ գտնվողները ինչ արեցին, Սուրբ Հոգով լցվեցին, այսինքն վկայություն եկավ, այդ եմ ասում, հավանությունը, հաստատուն ընտրությունը, հավատարմությունը քո կոչումին, Աստծո ծառային, Աստծուն, այդ երկնքից արձագանք է բերում անպայման։ Ասում է Սուրբ Հոգով լցվեցին եւ դուրս եկան ու համարձակ ինչ են անում, քարոզում են, ասում է Տերն էլ նրանց հետ գործակցում էր։ Այդպես է։ Պողոս առաքյալին ենք տեսնում, հետաքրքիր է, Պողոսը տեղ կա բռնված էր, բանտում էր։ Ինքը գրում է բանտից, ասում է, ամոթ մի համարեք ինձ դավանել, ինձ վկայել, որպես ինչ պետք է վկայեն, որպես Աստծո առաքյալ, ծառա։ Ամոթ չհամարես։ Պողոս Տիմոթեոսին էր ասում, կամ Կորինթացիներին գրում է, ասում է, քարոզում ենք Քրիստոսին որպես Տեր, Թագավոր, քարոզում ենք մեզ որպես Աստծո ծառաներ։ Այսինքն չենք ուրանում, ով ենք մենք։ Դավանում ենք, մենք Աստծո առաքյալներ ենք։ Եվ այդ գործի մեջ կարգված հենց այդ գործն ենք անում։ Ինչևից է, թող Տերը մեզ օրհնի, ուրեմն չուրանանք, այլ խոստովանենք մեր ով լինելը Աստծո ծառաներին եւ Աստծուն Քրիստոսին։ Չուրանանք։ Մեծ դժվարություններ են մեր առջևը, մեծ բաներով պիտի անցնենք, Տերը օրհնի, որ հավատարիմ լինենք այս դավանության մեջ։ Աստված օրհնի։ Կուզեմ, որպեսզի սրա համար զորություն խնդրենք, աղոթք անենք, ինչպես որ վերջի օրինակը բերեցի, թող Աստված լցնի մեզ իր Սուրբ Հոգով, զորացնի, որ մենք չվախենանք, չամաչենք, չթուլանանք, հիշեք մի բան էլ հիշեցնեմ համարել ու աղոթք անենք, Տեր ասեց, ով որ ինձ չէ, ամոթ կհամարի, ես էլ ամոթ կհամարեմ, ասենք հոր առաջին եւ հոր ռեշտակների առաջին, երբ որ գգամ հոր փառքով, այսինքն չեմ ասի սրանք իմն են, կամաչեմ սրանցներն ասեմ, դավանեմ որ իմն են, բայց ով որ ինչ անի, դավանի, ես էլ իրեն կդավանեմ, հոր առաջին եւ իր ռեշտակների առաջին, որ սրանք իմն են, սրանց հետ ոնց որ ասած ինչպես պետք է վարվել։ Այո, այսպես է, սա կարևոր մի բան է, շատ կարևոր բան է, աղոթք անենք։